2025 թվականի գարնանը եւ ամռան սկզբին Հայաստանում կարկտահարությունից վնասվել է ավելի քան 8740 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Այս մասին հայտնել է Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում։ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ նա շտապել է նշել, որ այս գնահատականը մոտավոր է։ Երկրորդ, տարբեր հողատարածքներ տարբեր կերպ են տուժել։ Որոշները տուժել են 20-ից 30%-ով, մինչդեռ մյուսները 70-ից 80%-ով կամ ավելի։ Երրորդ, Հայաստանում կարկուտը սովորաբար տեղում է մինչև հունիսի 20-ը։ Հետևաբար միայն հունիսի վերջին հնարավոր կլինի հաշվարկել բոլոր վնասները եւ քննարկել, թե ինչ օգնություն պետք է առաջարկվի այն գյուղացիներին, որոնց այգիներն ու դաշտերը չեն ծածկվում գյուղատնտեսական ապահովագրությամբ, ասել է Խոջոյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2024 թվականին համայնքների կարիքների համար պետական բյուջեից հատկացրել է 156 միլիարդ դրամ։ Խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ գումարից Երևանին է բաժին ընկել 41 միլիարդ դրամը։ Միջոցները ծախսվել են տարբեր ծրագրերի իրականացման վրա, ասել է Հովհաննիսյանը։ Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից, վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ծախսերը 2024 թվականին կազմել են 9,3 միլիարդ դրամ։ Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ միջոցների իրացումը կազմել է 83,9%։ Նախարարությունը կատարել է 1 միլիարդ 632 միլիոն դրամի գնումներ։ Դրանցից 918 միլիոն դրամը կամ 56,2%-ը կատարվել է մեկ անձից, հայտնել է Հովհաննիսյանը։ Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով գերատեսչությունը հիմնականում իրականացրել է 6 ծրագիր, օգտագործելով պետական բյուջեից հատկացված միջոցները։